Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Սատանան տանել չի կարողանում, երբ մարդկանց ասում եք, որ Աստված ցանկանում է օրհնել նրանց, Սատանան ուզում է, որ ոչինչ չունենաք, որպեսզի չկարողանաք տալ։ Ես Ջոյս Մայերն եմ, ես տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը և նույնը կանի ձեզ համար։ Ուզում եք լինել երջանիկ և գոհ։ Քանիսն են ցանկանում դա։ Շատ լավ։ Այդ դեպքում դուք չեք կարող մեկ ոտքով լինել աշխարհում, մյուսով թագավորության մեջ։ Դուք չեք կարող թաքցնել շատ բաներ և չլուծել դրանց հարցերը։ Դուք պետք է ներգրավվեք Աստծո ծրագրի մեջ, որովհետև նա չի ներգրավվելու ձեր ծրագրի մեջ։ Գոհունակությունը արդարության պտուղ է, Աստծո հետ ճիշտ դիրքում լինելու արդյունք։ Այո, Աստվածաշունչն ասում է, որ մենք արդարանում ենք Աստծո առջև Հիսուս Քրիստոսի արյունով։ Նա տալիս է մեզ արդարություն, բայց մենք պետք է աշխատենք Սուրբ Հոգու հետ, որպեսզի վերածենք դա ճիշտ վարքագծի։ Մենք արդարացած ենք Աստծո առջև, բայց մեր վարքագիծը պետք է համապատասխանի դրան։ Աստված տալիս է այն ամենը, ինչի կարիքն ունենք։ Մեր ներսում է այն ամենին սերմը, ինչ նա խնդրում է, որ մենք լինենք։ Նա չէր խնդրի, որ մենք արդար վարվենք, եթե չտար մեզ արդարություն։ Դժգոհ լինել նշանակում է լինել դժբախտ, անբավարարված կամ ունենալ վրդովմունքի զգացում։ Լսեք, դժգոհ մարդիկ վրդովվում են նրանից, որ մարդիկ ունեն այն, ինչ իրենք ցանկանում են։ Եվ շատ անգամներ մենք սկսում ենք դատել։ Դե նրանք այդքան մեծ տան կարիք չունեն։ Հարկ չկար, որ գումար ծախսեիք, դուք լողավազանի կարիք չունեք։ Հարկ չկար, որ այդպիսի մեքենա վարեք։ Ես երբեք չեմ հանդիպել մեկին, ով նախանձի իմ ունեցածին, եթե ինքն էլ դրանից ունի։ Ապա Աստվածաշնչում կա մի փոքրիկ բան, որ կոչվում է ագահություն։ Բայց ագահությունը փոքրիկ խնդիր չէ, այն մեծ խնդիր է։ Եվ մենք պետք է պայքարենք դրա դեմ, ինչպես պայքարում ենք մյուս մեղքերի գայթակղության դեմ։ Ագահը պարզապես ասում է ավելի շատ, ավելի շատ։ Ավելի շատ, ես ավելի շատ եմ ուզում։ Եվ հավատացեք, այսօրվա հասարակությունը հենց այդպիսին է։ Ես արդեն ունեմ 25 հատ, բայց էլի եմ ուզում։ Ավելի շատ։ Աստվածաշունչը հետաքրքիր բաներ է ասում ագահության մասին ու դրանք այնքան էլ հաճելի չեն։ Առակաց 1:19-ում ասվում է. Այսպես են ամեն արծաթասիրության մոլի մարդու շավիղները, որ առնում է իրեն անձնատուր եղողի հոգին։ Այլ խոսքով, դու չես կարող լինել ագահ և երջանիկ ու ապրել այն կյանքը, որ Հիսուսն իր մահով տվեց քեզ։ Այժմ լսեք, մենք ծնվում ենք եսասեր, բայց վերստին ծնվում ենք առատաձեռն։ Մենք ծնվում ենք ագահ, բայց վերստին ծնվում ենք տվող։ Երբ կարողանում եք եսասիրությունից այն կողմ անցնել և դառնալ ուժգին, առատաձեռն տվող, ձեր ուրախությանը չափ չի լինում։ Բայց առաջին հերթին մենք պետք է հաղթենք ագահությանը։ Ագահությունն ասում է, իսկ ես ինչի պիտի տամ այն, ինչի համար աշխատել եմ։ Կա ուրախություն տալու մեջ, ավելի երանելի է տալը, քան ստանալը։ Եվ ես պարզապես չեմ խոսում զոհաբերություն անելու մասին։ Մի անհանգստացեք, ես ևս մեկ զոհաբերություն չեմ հավաքում այստեղ։ Ես չեմ փորձում վերցնել ձեր ֆինանսները։ Ես խոսում եմ առատաձեռնության կյանքով ապրելու մասին։ Բոլոր առումներով, սկսած նրանից, թե ինչպես եք թեյավճար թողնում մատուցողներին։
Ամեն առումով եղեք առատաձեռն հաճոյախոսություններով, եղեք առատաձեռն ժպիտներով, ամեն առումով եղեք առատաձեռն։ Այսօր ընդմիջմանը նստած էինք հետևի սենյակում և ես ինչ-որ բան ասացի իմ դրամապանակի վերաբերյալ, ես ասացի, որ արդեն 7 տարի է օգտագործում եմ այդ դրամապանակը և ինձ նորն է հարկավոր, բայց փնտրում եմ որոշակի տեսակի դրամապանակ, ինձ դուր չեն գալիս այն դրամապանակները, որոնք ճարմանդով չեն փակվում, ես ուզում եմ, որ դրանք ունենան գրպաններ և գրեթե 1 ժամ հետո ջինջերը վերադարձավ խանութից մի դրամապանակով, որը հենց այն էր, ինչ ես ուզում էի։ Ես 3 տարի փնտրել էի, բայց չէի կարողացել գտնել այդպիսի դրամապանակ։ Ասում եմ ձեզ, եթե լինեք առատաձեռն և ոչ ագահ, Աստված կտա ձեզ այն, ինչ ուզում է, որ ունենաք։ Լսում եք։ Եվ Աստված չի ցանկանում, որ մենք փորձենք ամեն բան ձեռք բերել մեզ համար։ Նա ցանկանում է, որ ապրենք և երջանկացնենք ուրիշներին։ Այն ժամանակ նա կգործի ուրիշների միջոցով և կերջանկացնի ձեզ։ Սա միանգամայն նոր ապրելակերպ է։ Եվ սա բոլորովին նոր ապրելակերպ է շատ քրիստոնյաների համար։ Աշխարհում այնքան մարդիկ կան, որոնք չգիտեն, թե ինչպես ստանան։ Բայց ոչ ես։ Ավելի լավ է չառաջարկեք ինձ, որովհետև ես կընդունեմ այն։ Ես լավ տվող եմ և լավ ստացող։ Ամեն։ Ես տանել չեմ կարողանում, երբ փորձում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան տալ, ու նա ասում է. Օ, ոչ։ Դու գիտես, որ ուզում ես այն, ինչու պարզապես չես վերցնում և ասում շնորհակալություն։ Օ, դա կեղծ խոնարհություն է։ Օ, ոչ։ Ես տանել չեմ կարողանում դա։ Երբեմն եթե ուզում եմ ինչ-որ մեկին ինչ-որ բան նվիրել, մեկ ուրիշի միջոցով եմ դա անում, որովհետև չեմ ուզում լսել այդ ամենը։ Ամեն։ Գիտեք, մենք ունենք հատուկ բնագավառներ մեր կյանքում։ Ես մարդկանց շուն եմ նվիրում։ Հիմա չգրեք ինձ և շուն չխնդրեք։ Ես մի շուն ունեի, որին պահեցի 12 տարի, այնքան շատ էի սիրում։ Դա բոլորովին այլ ժամանակ էր իմ կյանքում։ Կային մարդիկ, որոնք օգնում էին ինձ։ Դրանից հետո 4 անգամ փորձել եմ շուն պահել, բայց իմ կյանքն ու շունը այլևս անհամատեղելի են։ Այնպես որ 4 անգամ շուն եմ գնել և նվիրել ուրիշներին։ Այնպես որ հիմա ես սիրում եմ շուն գնել, ուստի երբ լսում եմ, որ ինչ-որ մեկը շուն է ուզում, ասում եմ, ես այն մարդն եմ, որ քեզ պետք է։ Իմ գնած շներից շատերին անվանել են իմ պատվին։ Աշխատավայրում կար մի աղջիկ, որի համար շուն գնեցի, նա անվանեց նրան Հեմիշ Ջեյ։ Այնպես որ ես սերմ եմ ցանում և օրերից մի օր ես կունենամ այն շունը, որ ցանկանում եմ։ Ամեն։ Ես կուզեի այնպիսին, որը չի միզում կամ չի կեղտոտում։ Եթե ինչ-որ մեկն ունի այդպիսին, ես կվերցնեմ։ Օ, Աստված, իմ վերջին շունը, որ ունեցել եմ, այնքան լավն էր։ Նրա անունը Դուկ էր։ Բայց ես շատ վաղ էի արթնանում։ Երբեմն գիշերվա ժամը 4-ին, երբ դրսում մութ էր, մի անգամ նրան տարա դուրս, դուռը փակվեց, ու ես մնացի դրսում։ Ես հագել էի գծավոր գիշերազգեստ։ Ես չէի կարողանում արթնացնել Դեյվին, հեռախոս չունեի, բանալի չունեի, չէի կարող զանգել որևէ մեկին, չէի կարողանում ներս մտնել, ստիպված էի գնալ հարևանի տուն գիշերվա ժամը 4-ին, գիշերազգեստով։ Ես գրեթե չէի ճանաչում այդ կնոջը։ Նա նայեց ինձ ու հարցրեց. Ինչ է պատահել։ Ես ասացի, կարող եմ օգտվել ձեր հեռախոսից, ես Շան հետ մնացել եմ դրսում։ Չգիտեմ, թե ինչու պատմեցի ձեզ այս պատմությունը, ինչևէ։
Ագահ հոգին կոնֆլիկտներ է բորբոքում, բայց Տիրոջն ապավինողները կբարգավաճեն։ Դուք կարող եք խնդրել Աստծուց այն, ինչ ցանկանում եք, բայց դժգոհ մի եղեք, եթե չստանաք դա այնպես, ինչպես ցանկանում եք և երբ ցանկանում եք։ Ամեն։ Ագահությունը շատ լուրջ խնդիր է, որովհետև առաջին Կորինթացիների 5:11-ում Պողոսն ասաց. բայց հիմա գրեցի ձեզ չխառնվել որևէ մեկի հետ, ով իրեն եղբայր կամ քույր է անվանում, բայց անառակ է։ Մենք դա ունենք, կամ կռապաշտ, դա էլ ունենք, կամ արբեցող, դա նույնպես ունենք, կամ ագահ, կամ զրպարտող, կամ հափշտակող։ Որքան քրիստոնյաներ են զրպարտում ուրիշներին և ընդհանրապես չեն մտածում դրա մասին։ Դա պետք է խնդիր լինի։ Թույլ տվեք հարցնել, քանի փնթփնթան, քմահաճ, դժգոհ, ապերախտ մարդու հետ եք շփվում։ Օ, դուք ինձ եք նայում։ Գիտեք ինչու Պողոսն ասաց, որ նման մարդկանց հետ չշփվենք, որովհետև այն ինչ կա մարդկանց մեջ կփոխանցվի ձեզ։ Թույլ տվեք ասել, այն հոգին, որ նրանց վրա է, կազդի ձեզ վրա։ Դուք շարունակ լսում եք ինձ և սկսում եք խոսել ինձ նման։ Մարդիկ ասում են, ամուսինս ասաց, որ ձեզ նման եմ խոսում։ Գիտեք, երբ ինչ-որ մեկին շատ եք լսում կամ շատ եք լինում նրա կողքին, ձեռք եք բերում նրա հատկությունները։ Ես մարդկանց ասում եմ, դուք կարող եք շփվել անհավատների հետ, քանի դեռ ազդեցություն ունեք նրանց վրա, իսկ նրանք ազդեցություն չունեն ձեզ վրա։ Մենք չենք ուզում անտեսել անհավատներին, նրանք մեր կարիքն ունեն, բայց մենք պետք է համոզվենք, որ չենք ընդունում այն, ինչ նրանք փորձում են տալ։ Ամեն։ Այնպես որ զգույշ եղեք։ Ագահությունը դիվային ոգի է։ Չկա մի բան, որ սատանան ատի ավելի, քան առատաձեռնությունը։ Նա ամենից շատ ատում է նրանց, ովքեր ֆինանսավորում են ավետարանի քարոզչությունը։ Ամեն։ Այդ է պատճառը, որ այսօր մարդիկ այսպիսի տարօրինակ վերաբերմունք ունեն զոհաբերության նկատմամբ։ Դուք պետք է զգույշ լինեք, չասեք բարգավաճում բառը։ Գիտեք, վերջերս ես ստուգեցի և տեսա, որ բարգավաճում բառը 121 անգամ նշվում է Աստվածաշնչում, այնպես որ ինչն է սխալ, եթե ասում եմ այն Աստված ուզում է, որ դուք բարգավաճեք։ Եվ դա չի դարձնում ինձ քարոզիչ, որի կարգախոսն է ասա և պահանջիր։ Համացանցում ասում են, որ ես բարգավաճման քարոզիչ եմ, դա հիմարություն է, ես միայն դրա մասին չեմ քարոզում, դա մի փոքր մասն է այն ամենի, ինչ քարոզում եմ, ես քարոզում եմ հոգևոր հասունության մասին։ Սատանան տանել չի կարողանում, երբ մարդկանց ասում եք, որ Աստված ցանկանում է օրհնել իրենց։ Սատանան ուզում է, որ ոչինչ չունենաք, որպեսզի չկարողանաք տալ։ Հիմա ես զայրանում եմ։ Գիտեք, ուր էլ գնաք, մարդիկ խոսում են ձեր ֆինանսների մասին և դա սպասելի է։ Ինչու է եկեղեցին միակ վայրը, որտեղ մարդիկ զայրանում են դրանից։ Դուք միայն խոսում եք ֆինանսների մասին, սիրելիներս, եթե դուք իմ ծախսերն ունենայիք, դուք էլ մի փոքր կխոսեիք ֆինանսներից։ Իրականում մենք մարդկանցից ոչինչ չենք խնդրում, գիտեք ինչու։ Աստված հոգ է տանում մեզ համար, մենք չունենք որևէ պարտք։ Գիտեք ինչու, որովհետև մեր ծառայությունը նվիրատու ծառայություն է և Աստված լրացնում է մեր կարիքները, մենք հոգ ենք տանում աղքատների համար և նա լրացնում է մեր կարիքները։ Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացնում։ Տալը այնքան հիասքանչ է։ Պարզապես քո փոքրիկ միտքը հեռացրու քեզնից։ Լսիր, թե ինչ են մարդիկ ասում։ Նրանք ասեն, թե ինչ են ուզում և ինչի կարիք ունեն։ Ես հատուկ նպատակով չասացի ջինջերին, որ դրամապանակի կարիք ունեմ։
Մենք պարզապես զրուցում էինք, բայց նա լսեց ինձ և գործեց։ Դա հենց այն է, ինչ ես անում եմ, ես լսում եմ, թե ինչ են մարդիկ ասում, այնուհետև գործում եմ։ Շատ վաղուց Աստված ինձ ասաց, դադարիր խնդրել ինձնից, որ անեմ բաներ, որոնք ինքդ կարող ես անել, բայց չես ցանկանում։ Ո Աստված, իմ Սյուզիի ներքնակը 30 տարվա է, նրան նոր ներքնակ է անհրաժեշտ, կօգնես, որ նա նոր ներքնակ ունենա։ Իսկ Աստված կարծես ասում է, ինքդ տուր նրան, դու ի վիճակի ես դա անելու։ Լսում եք ինձ։ Ոմանք կարծես այստեղ չեն։ Այո։ Զայրացրեք սատանային։ Առատաձեռնությունը հոգևոր զենք է։ Գիտեք դա։ Դե ես չեմ կարող իմ ամբողջ գումարը տալ։ Ոչ ոք չի ասում, որ ձեր ամբողջ գումարը տաք։ Ես պարզապես ասում եմ, եղեք առատաձեռն։ Եթե տասանորդ եք տալիս, մի տվեք 12.31 դոլար։ Նկատի ունեմ գոնե այնքան առատաձեռն եղեք, որ կլորացնեք այն մինչև 13 դոլար։ Ես անախորժության մեջ կհայտնվեմ, եթե դուրս չգամ այստեղից։ Դե եկեք համարձակ լինենք, նայենք Մաղաքիայի 3-ի 10 և 11-ը։ Ամբողջ տասանորդը տարեք գանձատուն, որ իմ տանը պաշար լինի։ Այլ խոսքով, որտեղից ուզում եք սնվել, այնտեղ էլ պետք է ուղեք ձեր նվիրատվությունը։ Եվ ինձ մեկ փորձեք սրանով, ասում է զորաց Տերը, թե արդյոք չեմ բացի ձեզ համար երկնքի պատուհանները։ Ուրախ եմ, որ նա չի ասում փորձեք ինձ և տեսեք, թե արդյոք դռան մեջ մի փոքր ճեղք չեմ բացի, որ մի փոքրիկ փշրանք հասնի ձեզ։ Ոչ, նա ասում է, ես կբացեմ երկնքի պատուհանները և օրհնություն կթափեմ ձեզ համար, մինչև որ նրա համար տեղ չի լինի։ Եվ ես պիտի կշտամբեմ ձեզ համար ուտողին։ Այս առավոտ իմ լվացարանակոնքի մեջ մրջյուններ էին լցվել, ես ասացի, Աստված ազատիր ինձ այս վնասատուներից։ Գիտեք, շատերն ասում են, տասանորդը օրենքի ժամանակ էր։ Լավ, ես չեմ վիճի ձեզ հետ, եթե դա այն է, ինչ ցանկանում եք ասել, բայց կասեմ սա, եթե օրենքի ներքո կարող էին տասանորդ տալ, ապա ինչ պետք է անենք շնորհքի ներքո։ Տասանորդ մի տվեք, տվեք ավելին։ Բացի այդ, Հիսուսը խոսեց տասանորդի մասին։ Աստված նույնիսկ ասում է, որ օրհնեք ձեր թշնամիներին։ Լսեք, եթե նախանձում եք ինչ-որ մեկին և չեք կարողանում ազատվել դրանից, ես կասեմ, թե ինչպես ազատվեք, գնացեք և նրա համար նվեր գնեք։ Ես չեմ կատակում։ Մատթեոսի 5:43 լսել եք, որ ասվեց քո ընկերոջը սիրիր և քո թշնամուն ատիր։ Գիտեք, հին կտակարանում ատում էին մարդկանց, մենք կարիք չունենք դա անելու։ Նկատի ունեմ, Դավիթը չարամիտ աղոթքներ էր անում իր թշնամիների համար։ Բայց ես ասում եմ ձեզ, թե սիրեք ձեր թշնամիներին և աղոթք արեք ձեզ հալածողների համար։ Եվ երբ ինչ-որ բան եք տալիս նրանց, ովքեր ճիշտ չեն վարվել ձեզ հետ, սա ես եմ ասում, դուք շփոթեցնում և պարտության եք մատնում թշնամուն։
Նկատի ունեմ, նա ոչինչ չի կարող անել ձեզ, եթե ինչ-որ բան եք տալիս ձեր թշնամիներին։ Ձեզնից ոմանք հավանաբար մտածում են մի քանիսի մասին, որոնց ինչ-որ բան պետք է տան, բայց մտածում են, որ դա թանկ կարժենա։ Գիտեք, որքան դժվար էր ինձ համար, երբ Աստված ասաց, որ հոգ տանեմ ծնողներիս մասին մինչև նրանց մահանալը։ Երբ առաջին անգամ նա խոսեց իմ սրտում, ես սաստեցի այդ միտքը մտածելով, որ դա սատանան է։ Ասացի, հնարավոր չէ, որ Աստված նման բան խնդրի ինձնից։ Օ, այո, նա կխնդրի։ Այո, կխնդրի։ Դուք ասում եք, բայց դա արդար չէ։ Ես խնդրում եմ, որ նա շատ բաներ անի ինձ համար, բայց դա արդար չէ, որովհետև ես արժանի չեմ այդ ամենին, բայց նա անում է։ Ձգտեք բարի լինել մարդկանց նկատմամբ։ Եթե Աստված խնդրում է, որ ինչ-որ բան անեք ինչ-որ մեկի համար, մի եղեք այնպիսի անձնավորություն, որին անհրաժեշտ է 3 մարգարեություն և հրեշտակների այցելություն։ Աստված, եթե սա իսկապես դու ես, նկատի ունեմ, եթե իսկապես դու ես, տուր ինձ հաստատություն, եթե իրականում դու ես։ Գիտեք ինչ, եթե նույնիսկ Աստված չէ, նա երբեք չի զայրանա ձեզ վրա ինչ-որ մեկին օրհնելու համար։ Այնպես որ շատ վաղուց ես վերջ եմ տվել այս անհեթեթությանը։ Ես ասացի, Աստված, հարկ չկա, որ ապացուցես, որ դու ցանկանում ես, որ օրհնեմ մարդկանց։ Ես պարզապես կօրհնեմ նրանց, քանի դեռ ինձ չես ասել, որ չանեմ դա։ Ինչպես էր։ Եկեք շրջվենք և մի նոր բան անենք։ Եկեք զայրացնենք սատանային։ Ես կավարտեմ սրանով և ձեզ մտածելու առիթ կտամ։ Նախևառաջ առատաձեռնությունը զենք է։ Քչերդ եք հասկանում, թե ինչի մասին եմ խոսում։ Գուցե ոչ բոլորը գիտեն, բայց մի քանիսը գիտեն։ Ձեր գումարները բանկում պահելը ձեզ չի երջանկացնի, ու ես չեմ ասում, որ չտնտեսեք։ Դուք պետք է տնտեսեք։ Դուք պետք է պատրաստ լինեք ապագային։ Իմ ամուսինը նվիրատվության հրաշալի ծրագիր ունի։ Այն ամենից, ինչ ստանում եք, որոշ մասը պետք է տնտեսեք, որոշ մասը ծախսեք և որոշ մասը նվիրաբերեք։ Ոչ ոք չի ցանկանում, որ դուք աշխատեք և երբեք գումար չծախսեք ձեզ վրա, Աստված երբեք չի խնդրել, որ այդպես վարվեք, ես չեմ խոսում դրա մասին։ Բայց մի պահեք ամենը։ Որոշ մասը խնայեք, որոշ մասը տվեք, որոշ մասը ծախսեք։ Մենք մշտապես ասում ենք, երանի ունենայի այն զորությունը, որ եկեղեցին ուներ Գործ Առաքելոցում։ Շատ լավ, ուզում եք այդպիսի զորություն, Անանյան և Սափիրան պահեցին այն, ինչ ասացին, որ կտան և մահացած ընկան։ Գուցե չեմ ուզում այդպիսի զորություն։ Գիտեք ինչպես էին նրանք ապրում։ Բոլորը վաճառում էին իրենց ունեցվածքը և ամբողջ գումարը բերում առաքյալների մոտ, և ամեն բան բաժանվում էր միմյանց միջև, որպեսզի ոչ ոք կարիքի մեջ չմնար։ Գուցե չենք ցանկանում այդպես ապրել։ Ես չեմ տալու ձեզ այն, ինչի համար աշխատում եմ։ Ոչ, մենք չպետք է տանք գումար այն մարդկանց, որոնք չեն ուզում աշխատել և չեն անում իրենց մասը, բայց մենք պետք է օգնենք այն մարդկանց, որոնք անում են լավագույնը, որ կարող են, բայց դեռ տանջվում են։ Ամեն։ Գիտեք, թե որն է եկեղեցու խնդիրներից մեկը։ Մենք տվել ենք կառավարությանը բոլորի մասին հոգ տանելու պարտականությունը։ Երբևէ մտածել եք դրա մասին, այն չունի ինչ-որ բան ինչ-որ մեկին տալու համար, մինչև նախ չվերցնի մեկ ուրիշից։ Այո, մենք կօգնենք ձեզ, բայց կբարձրացնենք ձեր հարկերը։ Դա ճիշտ չէ, որովհետև կառավարությունը շատ գումար է տալիս այն մարդկանց, որոնք ոչինչ չեն անում։ Նրանք չեն ուզում աշխատել, եթե նրանց նույնիսկ 10 աշխատանք առաջարկեք։ Ես խոսում եմ այն մասին, որ Աստված ասաց, որ եթե մեկը չի աշխատում, թող չուտի էլ։
Մենք պետք է օգնենք այն մարդկանց, որոնք զուրկ են արտոնություններից եւ իրավունքներից եւ անում են լավագույնը, ինչ կարող են, բայց օգնության կարիք ունեն։ Ամեն։ Մենք մշտապես պետք է օգնենք այդպիսի մարդկանց։ Եթե եւս մեկ շաբաթ ունենային, կարող էինք շատ բաներ շտկել, այդպես չէ՞։ Ես եզրափակիչ պնդում եմ գրել, կկարդամ այն։ Գոհունակության վերաբերմունքը ունի ձայն։ Այն քեզ ասում է վստահիր Աստծուն։ Այն ասում է շնորհակալ եղիր այն ամենի համար, ինչ ունես։ Գոհ եւ բավարարված եղիր այն ամենով, ինչ ունես, եւ Աստված կտա ավելին, երբ իմանա, որ դու պատրաստ ես։ Գոհունակությունը դուռ է երջանկության համար։ Այն հոգևոր պատերազմ է սատանայի դեմ։ Եթե դու գոհունակ չես, փնտրում ես սխալ տեղեր բավարարվածություն գտնելու համար։ Հիշիր, որ նյութական բաները չեն կարող բավարարել, միայն Աստված եւ նրա կամքի մեջ լինելը կարող են լիովին բավարարել մեզ։ Եթե դու բավարարված չես, մի փնտրիր այն, ինչ աշխարհն է առաջարկում։ Փնտրիր Աստծուն։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։